Աստված օգնական Սրբազան հայր։ Ու հանրված վեհապար հայրապետ այս տարի չի մասնակցում։ Վեհապար հայրապետը այս պահին բեռնում է, որ եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ միջազգային կոնֆերանս է հրավիրված Արցախի պատմական կրոնական հուշարձանների պահպանության նյութի շուրջ։ Այս տարի եւս հոգեվոր դասը իշխանության հետ չմասնակցեց։ Մենք միայն այս տարի չէ։ Այս տարի եւս նախորդ տարի եւս հրավեր չէիք ստացել, թե չէիք ցանկացել մասնակցել։ Չէ, մենք հրավեր չենք սպասում։ Բայց չէիք ստացել։ Ոչ։ Ավելի հիշում ենք նախորդ տարի կաթողիկոսի մուտքը մենք ոչնդոտել։ Անցյալ տարի էր դա, չգիտեք։ Իսկ այդ իրադարձություններից հետո եկեղեցու եւ իշխանության միջև հարաբերությունները ինչ փուլում են գտնվում, հաշվի առնելով, որ նաեւ մասնակցեց Նիկոլ Փաշինյանը Միրոնորմեքի արարողությանը։ Նույն փուլում։ Այսինքն նույն փուլում են գտնվում։ Հարաբերություններն այնքանով են, ինչ որ աշխատանքային հարաբերություններ կարող են լինել։ Բայց վեհապարը չի մասնակցում պետական արարողակարգերին։ Հրավեր չի ստանում, թե ինքը չի ցանկանում մասնակցել։ Եթե չի մասնակցում, ուրեմն պատճառները կան։ Ինչ պատճառներ կան։ Եկեղեցին շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Սիրելիս, եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ուրեմն ինչի եք ամեն անգամ նույն հարցը տալիս։ Սրբազան հայր Նոր հարցեր մտածել։ Սրբազան հայր համընդհանուր է սուրացման ֆոնին, հատկապես Արցախ ուրանալու ֆոնին, հայկական Արցախի էջը վերաբացելու տեսլականը որն է Մայրաթորի։ Ես չեմ կարող ասել Մայրաթորի տեսլականը։ Ձեր տեսլականը։ Ես չեմ կարող դրա մասին ասել։ Ամեն դեպքում տեսնում եք հեռանկար, որ հայկական Արցախի էջը կվերաբացվի։ Ամեն պարագային երբևէ չենք հուսալոքվում, ամեն պարագային երբևէ չենք մոռանում ու չենք մոռանա, իսկ թե ինչ կլինի, որևէ մեկ այսօր չի կարող զարգացումների մասին խոսել։ Սրբազան հայր նաև այսօր իշխանությունները ձեզ բավարար ջանքեր թափում են Արցախի մշակութային կոթողների եկեղեցիների ժառանգությունը գոնե փրկելու համար։ Կարծում եմ ես ձեզնից պետք է իմանամ։ Իսկ եկեղեցին կարող է այսօր ունի այդ ուժը լինելու մերանը, համախմբելու մեր ազգին, որովհետև տեսնում եք ինչ պառակտվածություն կա ազգի մեջ։ Եկեղեցին միշտ է համախմբմանն է եղել եւ դրա համար եկեղեցին երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, որովհետեւ դա կուսակցական գործ է։ Եկեղեցին մշտապես եղել է վերկուսակցական եւ մնում է ամբողջ մեր ազգի համար, մեր բոլոր զավակների համար, անկախ իրենց կուսակցական գաղափարական պատկանելությունից, եւ եկեղեցին մշտապես ջանք է դնում, որպեսզի մեր ազգը միավորված ու միահամոտ լինի։ Որքան էլ կանենք, որ եկեղեցին հոգևոր էլիտային ուզում են ծնկի բերել այս իշխանությունները։ Գիտեք ինչ, պատմության ընթացքին այնքան փորձեր են եղել։ Սկսած բյուզանդական կայսրությամբ, պարսկական, ակկոյունլու, կարակոյունլու, թե մոնղոլ թաթար, բոլորն էլ արաբներ, բոլորն էլ ինչ-որ ցանկություններ ունեցել են, բայց տեսնում եք եկեղեցին երբեք ծնկի չի իջել։ Այս իշխանությունների մոնղոլ թաթարների երբեք եկեղեցին ծնկի չի իջնի մարդու առջև։ Հիշեք Վասկեն կաթողիկոսը մի շատ լավ խոսք ուներ. եթե դու չես ուզում ծնկի իջնել Աստծո առաջ, ստիպված կլինես մարդու առաջ ծնկի իջնել։ Միայն այդ դեպքում շնորհակալ եմ։